Ինչպես տեսնում եք, իշխանությունը բացահայտ բռնաճնշումների է գնում։ Ձեր կարծիքով Ճարահատյանը դա անում եւ արդյոք Փաշինյանը եղան։ Որպեսզի իր ինքը պաշտպանի։ Ես այսքան զրույցը ասում եմ, ես չեմ կասկածում, սա եթե դուրս է գալու թե չէ, մինչև մի ժամ, երկու ժամը ես 100% եւ միլիոն տոկոսով գիտեմ, որ ձել են հետապնդելու, բայց արդարությունը մնում է արդարություն, մարդիկ անում են այն ինչ որ պետք է։ Այդ եղանակով նրան կհաջողվի 26-ին նորից ստանալ իրենց ձայնը։ Որոշ էթիկ զրտումներով ասենք, որ ոչ հայ է կտան, բանում, դրանք կարող են տրեն, եւ այդ նույն կաշառքները որ միլիոնի վերցնում է, էլ իրաց մեջ բաժանելով ընտրվելու, եթե մենք միացնական չլինենք։ Ընտրությունների ժամանակ դա լինելով բանը, այն ինչ են ասում, ուժայինը իրանք են, ուժայինը գործելու են։ Դրա համար այսօր հադրությունը իշքան հեծա, թե ոշում ամեն մի բան հիմնարկի տնօրեն, լրիվ հավաքարան ինակալիկն էլ յուրակ դնում։ Վեր հավաքարան զաստավի տանել ասել 26 թվին պիտի ընտրես։ Լրիվ իրանք, օղակը լրիվ երենք ալ յուրանք։ Բռնաճնշումներով ոչ մի արդյունք չեն ասի։ Եթե իսկական հայը չպիտի իրան քվետա։ Իսկ ինչքան թուրք կա բանման թուրքացած հայկական ազգանուններով թուրքը Պետան իրան ձայն։ Ես որպես իսկական հայ չեմ տա։ Հետո ծեզանից հետո ինձ ձերբակալի դու չեմ։ Չի ստանա քվեն։ Եթե ոչ թե չի ստանա, ինքը չի հասցնելու միջև ընտրությունները, միջև ընտրությունները կամ կխփեն, կամ կգողանան, կամ կհանեն։ Դժվար հարց է։ Դժվար հարց։ Ոչ մեկը հիմա երաշխավորած չի որ կարող է Նիկոլոս Տանցարնա, վարչապետ չի կարած։ Դժվար է։ Բռնաճնշումների դիմելով, բռնաճնշումների գնալով ձեր կարծիքով կստացվի։ Չէ, բռնաճնշումը, ով ինչ կարա ասի դու գնա մարդու ընտրել, ոչ մեկն էլ։ Այսքան տարիներ ինչքան կան ընտրություններ եղել, ես ոչ մեկին չեմ լսել։ Մենակ իմ ուղեղով։ Ում ուզեցել եմ որ անեն ընտրել։ Վախի մթնոլորտ ստեղծելով չեմ կարծում։